Նախ դարձյալ մոսկովյան վերջի այցի մասին վարչապետն ասում է, Ռուսաստանի նախագահի հետ կուլիսային հանդիպում չի եղել, տեսախցիկներից հեռու միայն ճաշի սեղանի շուրջ են նստել։ Փաշինյանը վերահաստատում է իր գնահատման Պուտինի հետ այն շփումը դրական է եղել, իսկ մյուս բոլորը ազատ են իրենց գնահատականների մեջ։ Այն ինչ որ ես ասել եմ, նախկինում իմ հրապարակային հայտարարությունների արտացոլումներ այդ դահլիճում, ոչ մի նոր բան ես Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում չեմ ասի։ Ներկայումս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում եւ մենք մեր սկզբունքը շարունակապար պահելու ենք, մենք երկխոսության բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու եւ շարունակելու ենք այդ ճանապարհով։ Ի պատասխանում օրակարգում թևածող հարցի, ինչպես հենց Փաշինյանն է ձևակերպել, Մոսկվայից հայտարարել են, թե չեն բանակցում ոչ Երևանի, ոչ էլ Աստանայի հետ հայկական երկաթուղիների ռուսական կառավարումը Ղազախստանին վաճառելու շուրջ։ Բայց հիմա Երևանում է Ղազախստանի արտգործնախարարը։ Երևանը, թեպետ ըստ Փաշինյանի շարունակելու է Ռուսաստանի հետ բարեկամական երկխոսությունը, այս հարցում Մոսկվայի խոսքից կանցնի արդյոք առանձին հայ-ղազախական շփումներում այնուամենայնիվ կա երկաթգծի հարցը, թե ոչ։ Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել եւ ի հեճուկս Ռուսաստանի Դաշնության համենայն դեպս այս փուլում, քանի դեռ երկխոսության հնարավորությունները լայն են եւ բաց են, մենք շարունակելու ենք աշխատանքը, իսկ Ղազախստանը օգոստոսից ի վեր չի թաքցրել իր հետաքրքրությունը թրիփի վերաբերյալ։ Նախքան Երևան հասնելը Աստանայի գլխավոր դիվանագետի պատվիրակությունը Բաքվում էր, Ալիևի հետ քննարկել են թրիփի հարցերը։ Սյունիքով անցնելիք այն նույն թրիփ խաղաղության ու բարգավաճման երթուղու, որը բացառապես հայ-ամերիկյան նախագիծ է։ Երրորդ երկրներն ինչու են այն քննարկության առել։ Լրագրողի հարցին Փաշինյանը օրինակով է արձագանքում։ Որ տրանսպորտը որևէ երկիր իր մի սահմանից ապրանքը վերցնում է, տանում է մյուս սահման։ Չէ, այսինքն Չինաստանից վերցնում է, ենթադրենք տանում հասցնում է Ադրբեջան։ Իրան հարկավոր է հասկանալ Ադրբեջանով ոնց կարա շարունակվի, ինչ տարբերակներ կան։ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության շուրջ համաձայնության են եկել ըստ Փաշինյանի, նախ յուրաքանչյուրն իր անվտանգությունն ապահովելու նպատակով, բայց եւ այսպիսով նույն լծակն է ստեղծել նաեւ դիմացինի համար, ասում է Փաշինյանը։ Ուրեմն եթե խաղաղությունը հաստատված է, ինչու Բաքվում որոշեցին Երևան չգալ առաջիկա աշնանը, եվրոպական քաղաքական համայնքի ժողովին մասնակցելու։ Վարչապետը այստեղ հիշեցնում է նախորդ տարի էլ քոփ գագաթնաժողովներ Ադրբեջանում ինքը չգնաց։ Այս էլ են դեպքն, կներեք, որն է, չի որ արկելակը սեղմեցիր, վերջ։ Վերջ եկեք ժողովուրդ ջան, արձանագրենք, որ մենք արդեն մոտ 40-ամյա թշնամանքի մասին ենք խոսում։ Այսինքն այդ 40-ամյա թշնամանքը տենց բան է, որ ասենք անջատիցը անջատեցինք եւ վերջ։ Փաշինյանը նաև վստահ չէ, թեկուզ այս տարի էլ, երբ արդեն նախաստորագրված խաղաղությունը կա, ի տարբերություն քոփ գագաթնաժողովի ժամկետների, եթե Բաքվում հավաքվեն եվրոպացի քաղաքական գործիչները, ինքն Ադրբեջան արդյոք կգնար։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ եւ մենք հարցի վերաբերյալ նաեւ որոշակի ըմբռնում ենք տեսնում։ Չնայած վարչապետի այս հայտարարությանը Մոսկվայից տարակուսանքով արձագանքեցին Հարավկովկասյան երկաթուղու վերաբերյալ Երևանի մեկնաբանություններին, ինչպես հենց բանաձևել էր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան։ Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մարտի 30-ին Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտնել է, որ Մոսկվան ոչ Աստանայի, ոչ էլ Երևանի հետ բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու շուրջ։ Ռուսական կառավարմամբ հայկական երկաթուղին Ղազախստանին փոխանցելու հարցը Նիկոլ Փաշինյանը բնորոշել էր որպես օրակարգում թևածող հարց։ Թեպետ այնպես չէ, թե Երևանի տեսադաշտում միայն Աստանան է, այլ պետությունների անուններ էլ են շրջանառվում՝ Քաթար, Քուվեյթ։ Ես ինքս հանդիպում եմ տարբեր երկրների դեսպանների հետ եւ բնական է
հետաքրություն, խոսակցություն դրա մասին կա։ Այլ հարցը թե վերջում ինչ որոշում կլինի։ Հայկական երկաթուղու երրորդ երկրին վաճառելու քննարկումները թեժացել են այս տարեսկզբից, թեպետ երասխ աղուրիկ երկաթգիծը վերականգնելու Երևանի առաջարկը Մոսկվայից դրական արձագանքի արժանացավ, Հայաստանն այնուամենայնիվ սկսեց Ռուսաստանի հետ քննարկել նաև երկաթուղու կառավարումը որևէ այլ պետության փոխանցելու հարցը։ Սա այն պատճառն է, որ Ռուսաստանի հետ որոշ երկրներ ոչ այնքան լավ հարաբերություններ ունեն, իսկ Սյունիքի ամերիկյան ճանապարհով անցնելու է նաև երկաթգիծը։ Հակառուսական չբացահայտվող ուժերը չեն ուզում ճանապարհ կտրել Մոսկվայի կառավարման տակ գտնվող ենթակառուցվածքներով։ Թրիփի բանակցություններին առաջարկել էին մեր երկրի տարածքով անցնող ծրագրով շրջանցել հենց մեզ, ինչը ըստ Փաշինյանի կնշանակի, որ մենք կորցնում ենք մեր ռազմավարական դիրքերն ու մրցակցային առավելությունը։ Մեր ասացի մեջ որևէ բան, որը ուղղված է Ռուսաստանի դեմ չկա։ Այսուհանդերձ վարչապետի մոսկովյան վերջին այցից հետո Դաշնության փոխվարչապետ Օվերչուկը պնդեց, թե միայն Հայաստանի կառավարությունն է, որ այս ոլորտում կասկածի տակ է առնում համագործակցության հնարավոր շարունակությունը։ Ռուսաստանի Դաշնության բոլոր հարևանները, նույնիսկ ԵՄ անդամներ, հետաքրքրված են ռուսական երկաթուղային ցանցից օգտվելով եւ ռուսական երկաթուղիների հետ համագործակցելով, եւ միայն Հայաստանի ղեկավարությունն է կասկածի տակ դնում համագործակցության շարունակականությունը։ Հայկական երկաթգծերը Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարմանը հանձնվել է 2008-ին 30 տարով եւ այս պայմանագիրը եւս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փաստաթղթի գոյության 18-րդ տարում փորձագետներն այնքան էլ իրատեսական չեն համարում կառավարական փոփոխությունները, որքան էլ Երևանի առաջ քաշած պատճառները օբյեկտիվ լինեն, շեշտում են մասնագետները։ Այս ստեղծված իրավիճակում նաև պետք է հաշվի առնվի, որ մոտակա արդեն ժամանակ ընտրություններ են Հայաստանի Հանրապետությունում լինելու։ Դրա համար չեմ կարծում, որ մոտակա կես տարվա ընթացքում հնարավոր լինի կառավարման երկաթուղու հանձնումը այլ երկրին, որովհետև իհարկե սա արդեն վնաս կհասցնի Ռուսաստանի Դաշնությանը եւ իրեն կարող է կտրուկ արձագանք իրենց կողմից լինի։ Այնինչ այսօր քննարկվում է երկաթուղու շուրջ ըստ մասնագետների վեր է կոնկրետ պայմանագրերից կամ տեխնիկական ընթացակարգերից։ Սա մինչև արտաքին քաղաքական հավասարակշռություններ ձգվող դինամիկա է։ Փորձագետներն ասում են հայկական երկաթգծերի ռուսական կառավարման միջև ստեղծված միջավայրը փաստում է տնտեսական ենթակառուցվածքների կառավարման թեման այլևս միայն տնտեսական չէ, սա հարաբերությունների որակի վստահության եւ ապագա կուրսի չափիչ է։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակությունը շարունակում է զբաղվել հայ գերիների մարդասիրական հարցերով, չնայած 2023-ի սեպտեմբերին գրասենյակի փակմանը։ 2025-ի դեկտեմբերի վերջին Ժնևից կազմված պատվիրակությունը այցելել է Ադրբեջանում կալանավորված հայերին, գնահատելով նրանց առողջական վիճակը, կալանքի պայմանները եւ տրամադրելով ընտանեկան կապի հնարավորություններ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ընդգծում է, որ չի ներգրավում դատական գործընթացներում եւ իր առաքելությունն ուղղված է բացառապես մարդասիրական աջակցության տրամադրմանը, պահպանելով միջազգային մարդասիրական իրավունք ու չեզոքություն։ Լիազորություններն ավարտող խորհրդարանում իշխանությունը արտահերթ է հրավիրել։ Առաջիկա ընտրություններից 2 ամիս առաջ ՔՊԱ-ականները ընտրական օրենսգրքում փոփոխություններ են ուզում անել, խաղի կանոններն են խմբագրում։ Հրատապությունը կայանում է նրանում, որ սույն թվականի հունիսի 7-ին նախատեսված են ազգային ժողովի հերթական ընտրություններ։ Ընտրություններն արդյունավետ կազմակերպելու համար ըստ քաղաքացիական պայմանագրից Արուսյակ Ջուլհակյանի դեռ մեխանիզմներ են պետք։ Մեկը լավարկելու քվեարկությունը վերահսկելու արգելքի գործիքակազմը, մյուսն էլ հստակ սահմանելու, թե քաղաքական հայտ ներկայացնող թիմերը ինչ անուն պետք է ընտրեն իրենց ուժի համար։ Իշխանական падգամավորները արգելքների առաջարկ ունեն։ Օրենքի ուժով են ամրագրում, օրինակ անուն ազգանուններով քաղաքական թիմեր պետք է չլինեն։ Միայն թե падգամավորները եկել են նիստին, նախագծերին ծանոթ չեն, ընդդիմությունից են պնդում։ Լավագույնը արդեն կայքում դրված է նախագիծը, որ հասցնենք ծանոթանանք։ Այսինքն հիմնավորել է իբր տեխնիկական վրիպակ է եղել եւ այլն կուսակցությունների դաշինքի մեջ անձնանուններ, տեղանուններ չգրելու հարցը։ Բայց կա նաեւ միջազգային պրակտիկա, Հայաստանի տրված խորհրդատվություն, որ ընտրություններից առնվազն 1 տարի առաջ 1 տարվանից պակաս ժամանակահատվածում խաղի կանոններ չեն փոխում։ Հիմա որևէ մեկի համար էլ գաղտնիք չէ, թե այս ընտրական օրենսգրքի փոփոխության նպատակը ինչ է։ Նախագիծը շրջանառվել է 3, չգիտեմ ինչու եք դուք եկել նիստի եւ չեք հասցրել դրան ծանոթանալ, դա իմ խնդիրը չէ, բայց խոսելով այն մասին, որ առհասարակ խորհուրդ չի տրվում, հա, ընտրական օրենսգիրքը փոխել ընտրություններից կարճ ժամանակ առաջ, Վենետիկի հանձնաժողովը ունի նման ռեկոմենդացիա, ճիշտ եք, բայց այդ ռեկոմենդացիան վերաբերելի է միայն հիմնարար կանոններին, դրանք հետեւյալն են՝ ընտրակարգը
ընտրական հանձնաժողովներին անդամակցության հարցը եւ երրորդը ընտրական տեղամասերի փոփոխությունները։ Հարցի բուն քննարկումը դեռ չի սկսվել, իշխանական падգամավորների հիմնավորումներն այսուհանդերձ չեն համոզում ընդդիմադիրներին։ Կապ չունի թե դուք ինչ պատճառաբանություն եք դրել, տեխնիկական ենք, նախադասությունը կեսից ջնջվել էր եւ այլն, դուք օրենսդրություն եք փոխում ընտրական ընտրություններից 2 ամիս առաջ։ Եվ եթե ինչ-որ մեկ ասում որ սա հիմնարար փոփոխություն չի, լուրջ եք ասում։ Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական մասնակցության հայտ ներկայացրած ուժը արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն դուք օրենք եք ներկայացնում, որը սահմանափակում է եւ արգելում է դա անել, լուրջ։ Իշխանություն ընդդիմություն լեզվակռիվը հանդարտվում է, երբ օրակարգը հաստատելու քվեարկության պահն է գալիս, իսկ այն այսպես թե այնպես հաստատվելու էր, միայն 40 ձայններ պետք։ ՔՊ-ի քվեարկությունը արդեն բավարար էր։ Պատգամավորները վերադառնում են առաջ բերած բուն հարցերին, հիմա արդեն 2021-ի ընտրությունների փորձին։ Անկամ եթե ինքը տեխնիկական այնպիսի վրիպակ է, որը ազդում է ընտրական միջավայրի վրա, մեր պնդումը սա է, ինչ հիմնավորումներով եք դուք դա անում։ 21 թվականի շատ է ազդել անունները ընտրական գործընթացների վրա։ Շարունակվում են օգտագործվել անձնանուններ, որոնք որևէ կերպ չեն բխում համամասնական ընտրակարգի էությունից։ Այսինքն մենք անցել ենք համամասնական ընտրակարգի, որը շարունակել է մնալ մեծամասնական։ Մինչև երկրորդ ընթերցումը միայն 24 ժամ կա, վաղն էլ նախագիծը դարձյալ падգամավորները կքննարկեն ու այն վերջնական ընդունելու հարցը նախագահությունը կդնի քվեարկության, բայց մինչև այդ խմբակցությունների դիրքորոշումն արդեն պարզ է, տախտակին ընդդիմադիրների գույնը կարմիր կլինի, իսկ իշխանությունը կվառի կանաչ լույսը, ՔՊ-ական падգամավորների նախագծին։ Բժիշկները չեն կարողանում բարձրաձայնել իրենց մասնագիտական խնդիրները, քանի որ հաճախ դրա պատճառով ենթարկվում են ճնշումների բժշկական հաստատությունների ղեկավարության կողմից։ Սրա մասին խոսել են խորհրդարանի մի խումբ падգամավորներ եւ ոլորտի մասնագետների հետ միասին որոշել են պտտվել մայրաքաղաքի պոլիկլինիկաներով եւ հիվանդանոցներով։ Падգամավորները բժիշկների հետ խոսել են, այդ թվում առողջապահության ապահովագրության համակարգին ներդրման արդյունքում պացիենտների հոսքի ավելացման եւ վճարվող աշխատավարձի նվազման հարցի շուրջ։ Ուշադրության են հրավիրել նաև այն փաստի վրա, որ պոլիկլինիկաներում փակվելու են վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի կաբինետները։ Առաջին հերթը աշխատավարձներն է իջե մեր ֆիզիատրների։ Այստեղ կարևոր է բժիշկների ծանրաբեռնվածությունը, որ մեծանում է։ Դուք արդյոք դրան զուգահեռ բարձրացնում եք նրանց եկամուտները։ Արդյոք նրանց ծանրաբեռնվածությանը համահավասար են այն հնարավոր վարձատրությունը եւ փոխհատուցումները, որոնք որ պիտի արվեն պետության կողմից։ Տեղեկացված եք, որ նախարարը խորհուրդ է տալիս, որ ֆիզիատրները, ինֆեկցիոնիստները վերապատրաստվեն, վերապրոֆիլավորվեն, ընտանեկան բժիշկ դառնան, որովհետև այս կաբինետները նախատեսվում է ըստ նախարարի նախատեսվում է փակել պոլիկլինիկաներում։ Իսկ հիվանդների վիճակը ո՞նց է լինելու։ Եթե մենք այս կաբինետները փակում ենք ու իրանց վերապրոֆիլավորում ենք որպես ընտանեկան բժիշկ, ստացվում է, որ օրինակ եթե նույնիսկ բերովի մի հատ դեպք եղավ կամ օրինակ միտեղ բռնկում եղավ, ճիշտ արձագանք չի լինելու, ունենալու ենք ոչ թե լոկալ ինչ-որ խնդիր, որը որ կարող ենք լուծել, այլ համաճարակ։ Սահմանամերձ բնակավայրերում բնակարաններով ապահովման աջակցության ծրագրին կարող են դիմել նաև միայնակ մայրերը, որոնք ունեն անչափահաս երեխա եւ չունեն գրանցված ամուսնություն։ Կառավարությունը հաստատեց սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը վերաբացելու նախագիծը։ Վերաբացման հիմքում դրված են 3 հիմնական նպատակներ եւ ուղղություններ, ըստ որոնց էլ որոշվել են այն թիրախային խմբերը, որոնք կարող են օգտվել ծրագրից։ Միաժամանակ այն ընտանիքները, ովքեր 24 թվականի հունվարի 1-ից մինչև 25 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք էին բերել հողամաս, անկախ նրանից շինթույլտվությունը ստացել էին, թե ոչ։ Հողամաս ձեռք բերել ասելով հասկանում ենք ինչպես վարքի վաճառքի գործարքը, այնպես էլ օրինակ ժառանգության, նվիրատվության ստացումը, հողամասի նշանակության փոփոխությունը։ Երկրորդ ուղղությունը վերաբերում է այն բնակավայրերին, որտեղ այս պահին բնակչության թվի եւ փաստացի շահառուների հարաբերակցությունը չի
գերազանցում 10%։ Այստեղ ընդգրկված են 49 սահմանամերձ գյուղական բնակավայրեր։ Ըստ Ղարագյոզյանի գործում է նոր պայման, քանի որ ստացվել էին դժգոհություններ, որ հարևան բնակավայրերից մարդիկ եկել եւ տներ են կառուցել, իսկ տեղի բնակչությունը տարբեր պատճառներով չի հասցրել օգտվել ծրագրից։ Որոշվել է, որ այս նոր քվոտաները կվերաբերեն բացառապես այն ամուսիններին, որոնցից առնվազն մեկը վերջին 1 տարվա ընթացքում ունեցել է տվյալ բնակավայրում հաշվառում։ Երրորդ ուղղությունը, որով վերաբացվել է ծրագիրը, վերաբերում է այն ոչ սահմանամերձ բնակավայրերին, որտեղ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում կառուցվել են դպրոցներ եւ որտեղ աշակերտների թափուր տեղերը գերազանցում են 50%։ Ամուսիններից առնվազն մեկը պետք է վերջին 1 տարին ունենա տվյալ գյուղական բնակավայրի հաշվառում, իսկ եթե խոսում ենք դպրոցներով պայմանավորված նոր ոչ սահմանամերձ առանձին բնակավայրերի քվոտաների մասին, ապա այստեղ երեխան պիտի լինի 10 տարին չլրացած եւ ամուսիններից որևէ մեկը չպետք է ունենա վերջին 1 տարվա հաշվառում Երևան քաղաքում եւ անշարժ գույք Երևան քաղաքում։ Լավ կլներ իհարկե այդպիսի սահմանափակումներ չլինեին, որովհետեւ երբեմն լինում է, որ ընդհանրապես ուսուցիչ չի լինում եւ մարդը կուզենար օրինակ այդ բնակավայրում համ աշխատեր, համ էլ իրեն տանիքով մնար այդ բնակավայրում, ցավոք սրտի այդ հնարավորությունից չի կարող օգտվել, որը այդքան էլ լավ չի։ Ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցության չափը 16 միլիոն դրամ է։ Բացառություն են միայն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղական 4 բնակավայրերը՝ Բաղանիս, Բերքաբեր, Ոսկեպար եւ Կիրանց, որտեղ աջակցությունը 21 միլիոն դրամ է, եթե վերջին 1 տարվա ընթացքում ամուսիններից առնվազն մեկը բնակվել է եւ հաշվառված է տվյալ բնակավայրում։ Հիշեցնենք, որ ծրագրով ժամկետը կերկարաձգվի մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը եւ սահմանված 2400 շահառուի փոխարեն կընդգրկվեն մինչև 3820-ը։ Կանխատեսվում է, որ շահառուների թիվը 2026-ին կավելանա 1170-ով, ընդ որում ամսական շահառուների թվի աճը կկազմի 130։ Այս նպատակով 2026 թվականի պետական բյուջեում կկատարվի փոփոխություն, կլինի շուրջ 1 միլիարդ 398 միլիոն դրամի ավելացում։ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է գործարկել Yes Parking բջջային հավելվածը, որն ուղղված է ավտոկայանատեղիների կառավարման գործընթացը պարզեցնելուն։ Օգտատերերը կարող են հավելվածին կցել բանկային քարտ եւ անմիջապես հենց քարտից վճարել կայանման համար։ Ծրագրով նաեւ հնարավորություն է տրվելու վարորդներին տեսնել քաղաքի ազատ կայանատեղիները եւ այդ հատվածներում ծանրաբեռնվածության մակարդակը։ Մասնագետների կարծիքով հավելվածի կիրառման դեպքում էլ ազատ կայանատեղիներ փնտրելու պատճառով առաջացող խցանումները չեն վերանա։ Անհրաժեշտ է երթևեկության կարգավորումներ իրականացնել, օրինակ վարորդները մեքենաները վարեն կանոններին համապատասխան եւ փողոցներում հավելյալ խոչընդոտներ չստեղծեն խցանման ժամանակ մուտք գործելով խաչմերուկ։ Խնդիրը հետևյալն է, որ մի քիչ երթևեկության կարգավորում պետք է անենք, մի փոքր պետք է վարորդների կուլտուրան բարձրանա, մեր կարգավորումները այնպես չի արած, որ ավելի արագանա երթևեկությունը, կայանան տեղ չկա։ Հիմա app-ով տեսնես չկա, թե վիզուալ տեսնես որ չկա, ինչ տարբերություն։ Կայանատեղիներից խնդիրը կա, որ կայանատեղիներից խնդիրը չլներ, հավելել ով որտեղ պատահեր չկայանում մեքենան։ Եթե այդ համակարգը միտված է, որ լրացուցիչ կայանատեղի գտնես, դա չի կարող ցանման խնդրի լուծել։ Ապրիլի 7-ին ողբերգական վթարը տեղի ունեցել Կոտայքի մարզում Երևան-Սևան-Իջևան ճանապարհին Նիսանը բախվել է քարե պատնեշին, հետո ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային սյանը։ Վիրավորներից 2-ին մեքենայից դուրս են բերել պարեկները քաղաքացիների օգնությամբ, իսկ մեկին փրկարարծարայության Աբովյանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները օգտագործելով հատուկ տեխնիկա։ 35-ամյա Հրանտ Ասատրյանը, 37-ամյա Արման Զաքարյանը վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ 39-ամյա Բեգլար Սարիբեկյանը Երևան բժշկագիտական կենտրոն։ Ավելի ուշ սակայն տեղեկություն է ստացվել, որ վերջինս գիտակցության չգալով մահացել է։ Կոտայքի բարեկներն ու Աբովյանի քննչական բաժնի քննիչները պարզել են, որ ավտոմեքենայում եղել են ոչ թե 3 հոգի, այլ 4 հոգի։ Մնացած 3-ը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Նույն օրը դարձյալ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին մեկ այլ հատվածում շղթայական վթար է տեղի ունեցել։ Պարզվել է, որ բախվել են 2 Տեսլա, Հոնգչի, Տոյոտա եւ Շևրոլե մեքենաները։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները, փրկարարծարայության Աբովյանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները։
բարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ ստեղծվել էր բավականին մեծ խցանում եւ նրանց շնորհիվ խցանումը կարծես թե բացվեց, երթևեկությունը մի փոքր առաջ է ընթանում։ Իսկ ապրիլի 6-ին էլ նույն հատվածում բախվել են Chevrolet-ն ու Kia-ն, տուժած չկար։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Ապրիլի 6-ին թուրքական համարանիշներով Mercedes բեռնատարը Սիլիկյան թաղամասից դեպի հյուսիս-հարավ նոր կառուցված ճանապարհի մոտ բախվել է մեկ այլ բեռնատարի։ Հետո առաջընթաց էլ անցել բազալտե եզրաքարի վրայով, կոտրել երկաթե էլեկտրասյունը, հետո բնակչի տան Պարիսպն ու հայտնվել մայթին։ Հավաքվածների խոսքով մեկ վիրավոր կա ու այս տեղեկությունը ճշտվում է։ 30 րոպե այստեղ ենք բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից ոչ մի բարեք չկա, որպեսի գոնե անվտանգությունը պահպանեն։ Ապրիլի 6-ին Մասիսն ու Բարաշեն ճանապարհին 46-ամյա Ստեփանը իր BMW X5-ում հրդեհ է նկատել։ Վերջինը կայանել է մեքենան, զանգահարել 112 օպերատիվ կառավարման կենտրոն։ Փրկարարության Մասիսի շրջփրկարարական ջոկատի փրկարարները մարել են մեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ մոխրակույտի է վերածվել։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի բարեկները։ Վարորդը հայրիկի հետ է եղել, իսկ մեքենան շահագործվելիս է եղել հեղուկ գազով։ Հետո ասում են հեղուկ գազը ապահով է։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար ուժասեր չկան։ Եվ ապրիլի 6-ին հարավարևմտյան թաղամասի Բաբաջանյան փողոցից դեպի նոր կառուցվող Շիրակի փողոց տանող ճանապարհին գտնվող կամրջի վտանգավոր եզրագիծը մի երիտասարդ էր անցել, սպառնում էր նետվել։ Փրկարարները, փրկարարության հոգեբանը, Շենգավիթի եւ Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու շտապօգնության բժիշկը Բուշ Քրոջ հետ մոտ 30 րոպե բանակցություններ են վարել տղայի հետ, ինչից հետո կարողացել են նրան կամրջի երկաթե ճաղավանդակի հակառակ կողմից տեղափոխել անվտանգ վայր։